Մենք հիմա ապարանում ենք, բարձրանում ենք հուշարձան, ծաղիկներ խոնարելու գեներալ դրոյի Շիրիմին և հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր կերտեցին Բաշապարանի հերոսական ճակատամարտը 1918 թվականի այս օրերին արդեն հաղթանակը շատ մոտ էր, մենք օրեր առաջ սարդարապատում էինք, ասացինք, որ այդ ուղղությամբ թեժ մարտեր էին ընթանում, թուրքերը այսինքն երկու կողմից ուզում են ակցիաների մեջ վերցնեին և դրոյի և ապարանցիների համար դիմադրությամբ թուրքերը այստեղ ջախջախիչ պարտություն են կրում և այդ պլանը ձախողվում է մեծ հաշվով, սերմատ Նապոլեոնի խոսքերից մեկը կարելի է հիշել, որ ասում ցանկացած բանակի կարելի է էլի հաղթել, բայց երբ որ բնակչությունը դիմադրում այդ երկիրը չի կարելի հաղթել։ Ինչ հանճարեղ ռազմական պլան է լիներ, եթե ապարանցիները չդիմադրեին, Բաշապարանում հաջողության մենք չէինք հասնի, բայց նաև պետք չի թերագնահատել հրամանատարներին, մասնավորապես գեներալ դրոյին։ Դրոն ընդհանրապես մեր հայոց պատմության ամենաունիկալ կերպարներից մեկն է, չկա երկրորդը, որ այդքան շատ հաղթանակ պարգևած լինի մեր ժողովրդին։ Իհարկե շատ հակասական կերպար է, նրանք կուսակցականացնում են, բայց իմ համոզմամբ ինքը վերկուսակցական կերպար է, ու ավելի շատ ճակատամարտ հայկական իրականություն չի հաղթել։ Ինչքան ինքը։ Հիմա մենք ապարանից հետո բարձրանալու ենք Լոռի, իդեպ հենց դրոյի շնորհքն է, որ հիմա Լոռու մարզը մեծ հաշվով Հայաստանի կազմում է, որովհետև Վրաստանը աչք ուներ։ Այո։ Լոռու վրա ու կարող Լոռին Վրաստանի կազմում լիներ։ Ինչևից է, դուք ինչ կասեք։ Ես մեծ հետաքրքրությամբ լսում եմ պատմական էքսկուրսը Կարպիսի, որովհետև ես կարծում եմ, որ հանրապետության օրը մեզ համար ոչ միայն օրինակ զորահանդես անելու օր է, տոնակատարության օր է, այլ նաև դասեր քաղելու օր է, որ շատ լավ օրինակ բերեցիք, որ երբ որ բնակչությունը դիմադրում է, անհնար է հաղթել այդ ժողովրդին։ Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեր բնակչության իմունիտետը բարձրանա եւ մենք ունենք դրա հնարավորությունը եւ պատմական օրեր ենք հիմա ապրում, վստահ եմ, որ դա տեղի է ունենալու եւ մենք կարողանալու ենք մեր երկիրը ավելի բարձր որակի պաշտպանվածության եւ դիմակայունության մակարդակի հասցնել։ Այնպես որ մենք ոչ միայն եկել ենք հարգանքի տուրք մատուցելու, շնորհավորելու ժողովրդին, այլ նաև որպես քաղաքական թիմ դասեր քաղած ենք եկել մեր պապերի սխրանքներից արած գործից։ Օրվա ամենակարևոր խորհուրդներից մեկը մենակ հաղթանակը չի, անկախության նվաճումը չի, նաև շատ կարևոր է խոսալ ինստիտուցիոնալ շարունակականության մասին։ Այո։ Որովհետև եթե այս 1918 թվականի հանրապետությունը չլիներ, չէր լինի նաև սովետական Հայաստանը, հաջորդաբար չէր լինի նաև երրորդ հանրապետությունը։ Այսինքն ամենակարևոր խորհուրդը իմ համոզմամբ էս է, պետականության շարունակականությունը եւ ըստ էության մենք էլ հիմա նույն գործին ենք լծվել, որպեսզի կարողանանք ապահովել այս շարունակականությունը։ Այս առումով այս մայիսյան հերոսամարտերը, Բաշապարանը մեր պատմության ամենակարևոր էջերն են եւ եւս մեկ անգամ պետք է շեշտադրենք, որ սրանք խենթության, ծռության, խելահեղության, խելահեղ քաջության դրսևորումներ չէին, նաեւ այդ էլ պետք է լինի, առանց իրացիոնալ չի լինի գործ անել։ Այո։ Բայց սա ռացիոնալ հաշվարկի, համառության, ուժերը ճիշտ գնահատելու հետևանք էր։ Այս ամեն ինչը, այս հաղթանակները, որոնք հիմա մենք այսօր ունենք։ Շնորհավորում եմ։ Շնորհավոր Ժորժ ջան։ Շնորհավորում ենք։ Շնորհավոր։